Թո Աստծոն փառավորվի սիր Աստծո ժողովուրդ ջան։ Մենք կոհանում ենք մեր Աստծուց, ինչու համար որ Աստված այսօր մեզ օրեցօր մեզ տալում է լսել իր խոսքը, որտեղ այսօր մենք տեսնում ենք ամեն մեկս այսօր այնքան կարիք ունենք փոխվելու, սրբանալու, մաքրվելու ժողովուրդ ջան, չէ՞։ Եվ դա համար փառք Աստծո, Աստված ունի իրան նաև ծառաներ, որոնք եղբայրներից Տերը օգտագործում է իր փառքի մեջ, իր շնորհքի մեջ ժողովուրդ ջան։ Դա համար թո Տերը օրհնա ավելի մեր եղբայրությանս, որ ավելի Տիրոջ շնորհքով լեցվենք բոլորս եւ կարողանանք Տիրոջից խոսք առնենք եւ տանք իր ժողովրդին ժողովուրդ ջան։ Նաեւ մենք ենք կերակրում։ Որտեւ ինչպես եղբայր ասեց, չէ՞, ասենք, երբ որ մենք խոսում ենք, մենակ ձեզի չենք խոսում, սիրաշուն, մեր ականջ ավելի մոտիկ է մեր բերին։ Դա համար եթե մի մարդ կամ եթե ընտանիքի մեջ մեկին խորհուրդ ես տալում եւ դու դրա կարիքը չես տեսնում, դու ինքդ փոխվելու, այսինքն սեղավ դու մլդեր կարիք ունես փոխվելու առաջինը դու, Ժողովուրդ ջան։ Դա համար երբ որ մարդ իր ընտանիքին խորհուրդ ա տալում, ինչ որ մեկին խորհուրդ, բայց նաեւ դու պետք է հասկանանք մենք էլ նույնպես ժողովուրդ, որ մենք էլ կարիք ունենք դրա խորհուրդը հասկանալու։ Որտեւ Աստված ուզում է մեզ ամեն մեկից բացատրի իր խոսքն ու ճշմարտությունը, սեր ժողովուրդ, չէ՞։ Մենք այսօր ինչ լսեցինք Տիրոջ խոսքեր, չէ՞, ասենք մարդու մեջ ինչ էր, առաջինը, որ եղբայրը խոսած, փապակ։ Այսինքն դու պետք է փապագես, սիրասու ժողովուրդ ջան։ Ասում եմ քուրիկ ջան, ջրի մկրտության հարց ինչ կա, դեսմալը այ քուրիկ ջան, ասում եմ դու պետք է թագես դուռը։ Ժողովուրդ ջան, դու պետք է թագեք դուռը։ Ոչ թե մենակ, այսինքն ինչ որ հարցեր կա ձեր կյանքի մեջ, Աստված ուզում է, որ դու թագես։ Այսինքն եթե պաշտամու գնալու հարց է, ոչ թե մենք պետք է քեզ անդադասենք, քուրիկ ջան, եղբայր ջան, պաշտամուգիտ հարցը ո՞տ լինի։ Այսինքն այսօր տվյալ մարդը ինքը պետք է տեսնի ժողովուրդ ջան, դրա պապակն ու ծառավ ինքը տեսնի։ Էլ եմ ասում, եթե արկել կա ձեր պաշտամուն գնալու, էդի դուք բերեք ձեր հորը, մեր պապային ասեք պապա ջան, հայր ջան, ոտքերդ համբյուր է, ոնց եկա մայրա մնգավ քո ոտքերը լվատ, ես էլ եմ այդպես ուզում, Հիսուս ջան։ Պապա ջան, ես ուզում եմ պաշտամու գնամ, ինչ կնի, դուռ բացա։ Նայեք տեսեք, երբ որ դու աղոթում ես, հաջորդ միտքը քեզի խապում է, նա քեզի սկսում է համոզել, քեզի չեն թողա էտաս։ Ասա եդից գնա, ես իմ պապայիս եմ ասում, իմ հորն եմ ասում, ժողովուրդ ջան, մեր Աստված ինքը զորավոր Աստված է։ Անենց հայր ունենք, որ եթե Աստված հրաման տվավ, Աստված դաժեն քարերը պիտի խոսեն, ժողովուրդ ջան։ Ախր մարդը, մենք ով ենք, մարդը փոշի է, ժողովուրդ ջան, մարդը Աստծո առաջ, ինքը փոշի է, դու մարդ ով է, որ Աստծո դեմ կան։ Աստված եթե իր գավազանը մի հատ հանեց, շատ անգամ մենք լսել ենք, չէ, երբ որ քույրիկը իր մարմնավոր հավատքի մեջ է, երբ որ եղբայր ուզում էր այդ տուն հանդիմաներ, Տերը ճամփին ասել խելոք կետաս կնստես կլսես։ Այդպես մենք հայր ունենք, սիրել Աստծո։ Մենք այսօր տեսնում ենք, որ եղբայրը որսեց այն տերատես կնոջ մասին, ժողովուրդ ջան, սա հավատք է։ Այնքան մարդիկ կա այն դեղ։ Այսինքն այսօր մենք տեսնում ենք հնարավոր շատ մարդիկ լսեն Աստծո խոսքը, բայց Աստված տենում է ում սրդին է կմնում, ով է ուզում սրա կարիք ունի Հիսուսի։ Այս է կարևորը ժողովուրդ ջան, թե չէ ամբողջ աշխարհը լսում Աստծո խոսքը։ Աստված ում երբ որ դու լսում ես քո մեջ շարժ կա թե չկա, իմ ու մեջ կա, չէ՞։ Ինչ ենք այսօր մեր մեջի շարժը, ինչ ենք ուզում ենք Աստծուց, ինչ ենք սովորում, ժողովուրդ ջան։ Այսինքն Աստված ուզում է, որ մենք այս ամեն մեր կյանքի մեջ սովորենք Աստծուց, ժողովուրդ ջան։ Երբ որ դրա համար փառք ասու, երբ որ դու մի տարի ես հավատքի մեջ, 2 տարի, 3 տարի, չես ենք, Աստված ուզում է, որ դու ադնատ աճես, պետք է աճես, ժողովուրդ ջան։ Դու արդեն պետք է զանազանես սևն ու սպիտակը, չէ՞։ Քան երեխեն որ փոքր է, ինքը գույները չի զանազանում, չէ՞։ Երբ որ երեխեն մեծանում է, այժմ էսի կանանչ, էսի կարմիր, հա, պապա ջան, հա, մամա ջան, էսի կանանչ կա, այսինքն երեխեն սկսում է զանազանել։ Այսինքն նույնպես մենք, որ ծնվում ենք Աստծուց, սիրասու ժողովուրդ ջան, չէ՞, հələ դեռ որ փոքր ենք, շատ անգամ այդ գույները չենք զանազանում, բայց երբ որ արդեն սկսում ենք աճել, Աստված մեզ սովորացնում է ճանաչենք այդ անորոնի փսփսուկները։ Այնքան կարևոր է, ինչու համար Աստված այսօր շատ է բերում այդ ամեն բան, այսօր շատ անգամ մարդիկ այդ անորոնի փսփսու ավելի շատ են լսում, քան Աստծո խոսքը, ժողովուրդ ջան։ Հիմա կասես այ եղբայր ջան, պես ոնց կնի։ Ելնում է ժողովուրդ ջան։ Ելնում այսօր մարդիկ Աստծո խոսքը կան չեն լսում, այսինքն չեն ընդունում, լսելը գլսեն ժողովուրդ ջան։ Բայց չեն ընդունում, ինչպես եղբայր ասած, չէ՞, ասենք հարության վրայով։ Հիմա ում են ու հարցենք, ասես ասեք, այո, մենք հավատում ենք հարությանը։
Բայց մեկը տենում ես պարագան գալումը, մեկ տենում ես քու մեջ էլ կա թերավոդություն։ Ասում ես Տեր ջան, կարող է երկինք չկա, չէ՞։ Դամար սիրածո ժողովուրդ, Տեր ուզում է ինչ, ուզում է իր ժողովուրդը հավատա Աստծո խոսքին, ժողովուրդ ջան։ Որ դե փսփսուկներին դու դրան արդեն պետք է զանազանես։ Դու արդեն այդ գույները պետք է զանազանես, ժողովուրդ ջան։ Սա այնքան կարևոր հարց է, որ Աստված մեզ սովորացնում է։ Վեճ եթե դու չգիտես, չէ՞, ասենք, ըլմը մարդը չի ման, բայց Աստված եղբոր միջոցով խոսում է կամ, չէ՞։ Ասում է եղբայր ջան, Աստված քեզ սիրում է։ Հիմի մարդը լսեց, ժողովուրդ ջան, չէ՞։ Մեկ ընդից փսփսուկը գալում է։ Հələ մի հատ քու վիճակիդ նայա։ Աստված քեզի թողել է։ Ժողովուրդ ջան, այնքան ցավալի բան է սա։ Այնքան ցավալի բան է, երբ որ մենք ապրում ենք եւ մեր Տիրոջը ցավացնում ենք մեր անհավատությամբ, ժողովուրդ ջան։ Աստված մը ես իմ որդուն տվեցի, չես մա, տվեց, եղբայր ասեց, չէ, տվեց ամբողջ աշխարհին, ժողովուրդ ջան։ Նա չեկավ իր քեֆի համար տի ու դուշ խմուշ, նա եկավ կյանքը տվեց իմ ու քո համար։ Այրուն թափեց, վերքեր ստացավ, ժողովուրդ ջան, ինչից անարգեցինք Տիրոջը։ Բա ոնց կինի Աստված այդքան չարչարանքը տեսավ իմ ու քո համար, եւ այսօր մի հատ փսփս գալում է մարդուն փսփսում այդ անորը, ժողովուրդ ջան։ Միտես մենք նայում ենք, չես ենք, այսօր մարդիկ սդության ավելի շատ են հավատում, քան Աստծուն։ Կասեք ոնց է։ Հիմի մի հատ սև կադուն անցավ մարդիկ, բայ սև կադուն անցավ։ Ինչ ենք ատը թողնի։ Չէ՞, անես բաներ կա։ Ժողովուրդ ջան, անես բաներ կա, որ այսօր մարդիկ սդության են, ասենք, բրի գիշերով փող չտան։ Մենք նայում ենք մի մասը, մարդիկ էս հնությունը, սդությունը ինչ են բռնում, չես ենք։ Այ Ես հիշում մի քանի տարի առաջ ես որ մի սրտային ուրիշ տեղ էի պահակություն անում, դե Պետրոս դադար ծերը դի անցնի մի հատ դե հարևան կին է, ավտով եկավ։ Հենց ընտեսավ, բայ կանի, ես մի չեղավ այն մարդ։ Բա դադար Պետրոս դեմիցս մի աճի։ Այ քեզի բան։ Ժողովուրդ ջան։ Այսինքն դադար Պետրոս դի չանցնես դեմից, սև կադուն դի չես ենք, բայց մարդը չի մտածել, որ ախր ինքը մի օր կանգնի Աստծո արժև, ինքը պետք է պատասխան տա իր հոգու փրկության համար։ Աստված չի սա կանի ես քեզի չեմ բրգու դեմից Պետրո է դադար կանցե, ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք այսօր նաև հավատքի մարդիկ են նույն ձև այդ փսփսոցին ավելի շատ են հավատում, ժողովուրդ, քան Աստծո խոսքին։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, Հիսուսի անուշ բալիկներ, Աստված մեզ շատ է սիրում։ Ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա։ Մեկ անհավատ մարդկանց հետ որ խոսում եմ, ասում եմ, գիտես ինչ կա, դժոխք կա, դրախտ կա, ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա, չեղա որ դու չհավատացիր դժոխքը վերացավ, այդ նույնը կա։ Ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա, ժողովուրդ ջան։ Հիմա ուզում ես հավատա, մյուսը Աստված քեզ սիրում է, սիրելի քույր ջան, եղբայրներ ջան։ Բոլորի դա վերաբերում Աստծո խոսքը, սիրասո ժողովուրդ ջան։ Դամար Տերը խոսում է այն բանի մասին, այն որ դու կարիք ունես, Տերը դրա մասին է խոսում, եղբայրներս միջոցով, չես է, Տերը խոսում է այն բանի համար, որ դու դրա կարիք ունես։ Դամար դու Աստված ձեզի շատ օրհնի, սիրասո ժողովուրդ ջան, Տերը օրհնի, որ մենք այսօր ապրում ենք վերջին ժամանակներին։ Եվ մենք տեսնում ենք, այո, շատերը տարիք եք առնում հավատքի կյանքի մեջ, չէ՞, տարիներ անցնում է մի մուքով։ Բայց Աստված ուզում է տեսնել ինչ աճ ունես այսօր դու հոգևորապես, ունես այդ աճը։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրասո ժողովուրդ ջան, Աստված ուզում է, որ մենք ավելի շատ Աստծո խոսքին հավատանք։ Եթե Աստված պետք է թեկուս մեռնես, պետք է ապրես, ժողովուրդ ջան, մենք պետք է հավատանք դրան։ Շատ անգամ ինչու համար մարդիկ վախենում են մայից։ Սիրասո ժողովուրդ, հավատքի մարդը վախենում է մայից։ Գալը մարդն իր վախտը վերջ արդեն տարիքն առելա չես ենք արդեն պետք է վերջը Տերը տանի։ Շատ անգամ տեսնում ես մարդիկ վախենում են։ Ես հիշում եմ քանի տարի առաջ միգուցե արդեն սած կլինեմ վկայա ժողովուրդ ջան, երբ որ ստե մի տատիկ ունեին քույրիկ, հավատքի քույրիկ 93 տարեկան էր, երբ որ պարգել էր հիվանդանոց, վերջը գնացինք այցելության եղբայրի քույրիկներով ժողովուրդ ջան։ Վերջը մի քույրիկս պարգած էր տատիկս, դե արդեն Տերը բտան էր, պատրաստել էր ժողովուրդ ջան, 90 քանի տարեկան էր։ Ասում եմ քույրիկ ջան, երկնքում տուն ունես, ասում է իսկականից ունեմ, ասի ո՞նց թե իսկականից ունես, այ քույրիկ ջան։ Ինչպես եղբայրը խոսած, չես ենք, այո, մարդիկ հավատում են, ասում են, դա հավատում ենք եղբայր ջան, բա մեռնելուց հարություն կա, չենք, մենք պետք է մեռնենք, նույնից հարություն առնենք, երկինք պետք է ապրենք, չես ենք։
Բայց երբ որ գալու է պարագան ասված մի հատ մեզի ստուգում է, տենում է մեր հավատքը ոնց է, ժողովուրդ ջան, չէ՞։ Հիշում մի հատպես քույրիկի, որ անորեն այդպես փսփսացել էր, ասել էր այ մարդ սկան սուրբերը մահանում են, էլ քեզի տեղ, ուրտեղ կա երկգում, էլ չկա տեղ։ Ժողովուրդ ջան, այդ քույրիկը ընդունել էր։ Այս քույրիկը մտածեց մեր իսկական ցել, իսկան սուրբեր են մահանում, իսկան հավատացյալ մահնում, դի տեղի ուր է երկնքում, ժողովուրդ ջան։ Այսօր մենք տեսնում ենք, այո, այսօր մարդ այդ փսփսոցին, այդ անօրինի տված մտքին ավելի շատ ավադում, քան Աստծո խոսքի, ժողովուրդ ջան։ Համիտերս մա ետամ ձեզի տեղ պիտի պատրաստեմ։ Հիմա ամեն մեկս տեղ ունենք երկնքում, ժողովուրդ ջան։ Ուզում ես ավադա, ուզում ես մի ավադա։ Հիմի քո իմ ու քո տեղը ընդ է բոլոր տեղը պատրաստ կա։ Մնում է մենք հավատարիմ մնանք մեր Աստծուն, մինչև վերջ մնանք Աստծուն, ժողովուրդ ջան։ Երբեք մենք չթողենք Աստծուն, թե չասված չի թողում մեր, ժողովուրդ ջան։ Դամար Տերը սորտնի սիր Աստծո, ժողովուրդ ջան։ Երբ որ ես խեժ քույրիկս ընդունում է, որ իրապես կան հավատացյալներ մահանում են այն մարդիկ, իշքան մարդիկ են մահանում, ժողովուրդ ջան։ Աշխարհում իշքան մարդիկ, որը մենք չենք տեսնում, չենք իմանում, չէ՞։ Իշքան սուրբեր են մահանում։ Իշքան հավատքի մարդկանց, որոնց սպանում են հավատքի համար, ժողովուրդ ջան, բայց մարդիկ Աստծուն չեն ուրանում։ Ես մի օր Տեր եկավ գիշերով, ասում է հոգիս վերցրեց մարմնի մեջից, մարմինս մնաց կռավատին, ժողովուրդ ջան։ Հələ պատկերացա իշքան սիրող Աստված եւ Հայր ունենք, ժողովուրդ ջան, նա չի թողում մարդը մնա անհավատ։ Ասում եկավ իմ հոգիս, հանեց մեջից, տարավ իմ տեղը ցույց տվավ, ասեց աղջիկ ջան, սա քո տունն է։ Մի եղիր անհավատ։ Սիրաստո ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք Աստված այնքան սիրող Աստվածը, ախր ոնց կարա նա քեզ մոռանա։ Երբ որ մտքեր ա գալն, Աստված քեզի մոռացել է, ժողովուրդ ջան, մենք դրա մեջ պետք է աճենք։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, մենք այդ հին մարդու մեջ պետք է արդեն աճենք, նոր մարդու մեջ պետք է մեծանանք։ Դու պետք է արդեն զանազանես խավարի այդ գործերը, եթե չզանազանցի, ժողովուրդ ջան, նա քեզ հանգիստ խապի։ Այն կուկուի պես կգաք, սա հետամ կացինս կբերեմ, այն մարդը հավատում է, ժողովուրդ ջան, հավատում է, որ այս անորը ավելի իշխանություն քան Աստված։ Աստված մենք ինական կարծի, որ ասում է իմ հորը ձեռքից ձեզի ոչ մեկը չի կրառնի, ժողովուրդ ջան, մենք ասում ենք ամեն։ Մեր հոր ձեռքից, երբ որ մենք գտնվում ենք մեր հոր ձեռքերի մեջ, մեր Աստծո ձեռքերի մեջ, ժողովուրդ ջան, հիմա կա դու կասկածես, ես իմ հոր ձեռքերի մեջ եմ, թե չէ։ Հնարավոր է, ես չեմ ամ, ժողովուրդ ջան, որտեվ Սուրբ Հոգին ինքն է տեսնում իմ ու քո ներսը։ Սիրասորը, որպեսզի մեզ հասկանա լինի, ոնց ենք մենք Աստծո ձեռք, որ մենք ձգտում ենք, մենք սիրում ենք մենք Աստծուն, ժողովուրդ ջան։ Դա կապ չունի, միգուցե այսօր դու տգարն ես, թույլ լինես, միգուցե այսօր դու մեղանջ ես, բայց դու աշխարհը չես սիրում, ժողովուրդ ջան։ Դու այն աշխարհի կյանքը չես սիրում։ Այս ճանապարհը, որ դու անցնում ես, դու չես կրա միանգամից սուրբ դառնալ, դու պետք է կամացից անցնես ճամփա։ Եվ մենք տեսնում ենք նույնպես առաքյալները ճանապարհ անցան, ժողովուրդ ջան, իրանք միանգամից սուրբ չդարձան։ Պետրոս ուրացավ Տիրոջը, չէ՞։ Բայց պետք է ճամփա անցնես։ Եվ դու պետք է սկսես արդեն զանազանես բարն ու չարը, ժողովուրդ ջան։ Տամարտո Տերը բոլեսորովտի սիրասո ժողովուրդ ջան։ Այո, այսօր Աստված ինչ ասում, մի եղիր անհավատ։ Սիրասո ժողովուրդ ջան, այսօր շատ կարևոր է։ Հնարավոր է, որ շատ անգամ որ մարդիկ լուրջ հիվանդ են, ասում ես Աստված կրա բժշկա։ Օյող բեջանիսինից հիվանդուն Աստված կրա բժշկա։ Ժողովուրդ ջան։ Հիշում մի այդպես վկայություն կա, շատ շուտվանց եմ լսել, ժողովուրդ ջան, չգիտեմ որ երկրներում, որտեղ քրիստոնեությունը մերժվում է, մարդիկ սպանվում են քրիստոնեայի համար, ժողովուրդ ջան։ Երբ որ մի ընտանիքի կին ընդունում է Հիսուսին, հավատում է, շատ է սիրում Տիրոջը, ժողովուրդ, եւ իր ամուսին իմանում է, իր տղեն նույնպես։ Ասում է, եթե դու շարունակեցիր Հիսուսին պաշտելու, մենք քեզ կկդոր կանենք, ժողովուրդ ջան։ Քույրիկը չի վախենում այդ կդորից։ Այսինքն Աստված քեզի ուժ է տալում, նա քեզ սեր է տալում, նա հասկացնում է, որ դու այնտեղ երկնքում տուն ունես։ Ասում է, մի վախեցի, աղջիկ ջան, թեկուզ քեզ տեղ էլ սպանեն, դու երկնքում տուն ունես։ Եվ այս քույրիկը Հիսուսին չի ուրանում, ժողովուրդ ջան։ Եվ հեր ու տղա, այս խեժ քույրիկից, նա խեժ չի, նա օրտնյալ քույրիկ է, ժողովուրդ ջան, բռնում են, այդ քույրիկին կդոր են անում,
ժողովուրդ ջան, ու դնում են դագաղի մեջ, որպեսզի թաղեն։ Այ հավատքը ընդեղ է, որտեղ աննարին բաներ կա, ժողովուրդ ջան։ Եվ Աստված այդ եղբոր այցելում այդ գյուղի մեջի, ասում է գնա ընդեղ այդ թաղման մեռելու տուն, ասա իմ աղջիկը պետք է հարություն առնի։ Այս եղբայրը զարմանում, այ Աստված ջան, ախր եթե սովորական մայրն էր, կետայի կասի, ախր այս քուրիկի կդոր են արա, տեր ոնց կետամ ասեմ։ Ժողովուրդ ջան, սա մարդկային գաղափարը, այո, մենք չենք էլ հասկանում հավատքը։ Այ հավատքը ընդեղ է, որ դու անհնարին բանը Տերը հնարավոր է սարքում, ժողովուրդ ջան, ով կհավատա, հանկարծ կդոր մարդուն Տերը հավաքի։ Այս խես եղբայրը վախեցավ, ասում էր Տեր Աստված, ախր ոնց էտամ ես ընդդպես բախար, ախր այդ սովորական մարդ ասում այդ խես քուրիկին կդոր են արեմ։ Տեր ասում է տղա ջան, գնա, ես եմ ասում։ Սիր Աստծո ժոր, այն որ Հիսուսը ասում է, լավ իմացեք, նա անում է այն գործը, երբ որ դու չես էլ հավատա։ Նա անում է եւ ուզում է այդ մարդկանց հասկացնի, որ այո, ես կամ, ես կենտանի Աստված եմ։ Եթե իմ աղջիկը ինձ չուրացե, ես պետք է իմ փառքի համար անեմ ամեն բան։ Եվ ձեզ էլ ապացուցեմ, որ այո, իմ աղջիկս կենտանի է, նա մահացած չի։ Եվ փառք Աստծո, եղբայրը ընդունում է Տիրոջը, լսում Աստծուն, ժողովուրդ ջան։ Եվ գալում այդ ընտանիքի մեջ, որտեղ դագաղը դրած է, այդ քույրիկից կդոր դրել են դագաղի մեջ, ժողովուրդ ջան։ Հիմա միգուցե դուք էլ չհավատաք, ժողովուրդ ջան։ Եվ այս եղբայրը, ասված ես եղբոր շրթունքներով խոսում է, իմ աղջիկս պետք է հարություն առնի։ Ասում է այդ մսերը կբան իրար, այս քույրիկը ելավ կանգնավ։ Այդ ամուսինը, այդ երեխեն բոլոր ապաշխարություն գտան, ժողովուրդ, այդ մարդիկ դառան Աստծուն։ Այստեղ է հավատք, երբ որ դու անտեսանելի, անես մարդու գաղափարի բան չեն, ժողովուրդ ջան, տես 4 օրվա մեռած, Ղազարո չէ եղբայրը որ կարդաց, խոսած մասին չէ։ 4 օրվա մեռած ասես, այ Տեր ջան, արդեն նա հոդազմ դեղնի։ Ժողովուրդ ջան, այս է մարդու հավատքը, մինչև էդա։ Բայց Աստված ուզում է մարդու կյանքի մեջ բերա նոր կյանքի, նոր հավատք բերա, Աստծո խոսքի հավատքը բերի մուքու մեջ, ժողովուրդ ջան։ Թե չէ դա մեր գաղափարի բան էլ չի, ժողովուրդ ջան։ Այսօր կարա շատ անգամ մենք էլ թերավորություն ենք, ասենք, ոնց մի Տերը կա, մեկ ասա, մի գերեզմանից մեկին աղոթենք դուրս գա, կարա մենք չհավատանք, ժողովուրդ, եթե Աստծուց են հրամանը, չէ՞։ Մենք տեսնում ենք բաներ կա, Աստված մարդուն բերում է հավատքի կյանքի մեջ, բերում է ավելի մարդուն, որ մարդը հավատք ունի Աստծո խոսքի վրա, սիր Աստծո ժողովուրդ ջան։ Մենք հավատում ենք Տիրոջ բոլոր արած գործեն, ժողովուրդ ջան։ Շատ անգամ ասում եմ, ժողովուրդ ջան, Աստված կրա բոլոր հիվանդությունները բժշկի։ Այն ինչ որ հիվանդություն կա այս երկրի վրա, Աստված կրա բոլոր հիվանդություն, բայց երբ որ պիտի մարդու սիրտը փոխի, նա ինձ ու քեզ հարցնում է։ Նա զորով քեզի չի մոտենում, ժողովուրդ ջան։ Մենակ մի բան կա, որ Աստված ինձ ու քեզ է հարցնում, որ դու աղջիկ ջան, տղա ջան, ուզում ես ինձ գաս։ Ուզում ես, որ քո կյանքը փոխեմ։ Դու պետք է ասես, այո, Տեր Հիսուս ջան, ես ուզում եմ, համաձայն եմ Հիսուս ջան, իմ կյանքը փոխա, որ ես քեզ ավելի սիրահարվեմ, ավելի սիրեմ քեզ Հիսուս ջան։ Որտեղ ես իմ կյանքը քո մեջ եմ տեսնում, ժողովուրդ ջան, սա հավատք է։ Հավատք է, որ դու տեսնում ես քո կյանքը Քրիստոսի մեջ, որ քո կյանքը Հիսուսն է։ Ասես աղջիկ ջան, ես քեզ տղա ջան շատ եմ սիրում, շատ եմ սիրում։ Սիրասո ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորի դեր, օրհնի, որ այսօր մենք այո հավատքի մեջ աչենք հավատքի մեջ զորանանք։ Այո, կարա այսօր մենք 20 տարվա, 30 տարվա հավատացյալներ լինենք, ժողովուրդ, բայց երբ որ Տերը գալում է պարագան մեզ փորձում է, ստուգում է մեր մեջի հավատքը, մենք է տեսնում ես Տեր Աստված, ես ինչ թերավադություն կա իմ մեջ, Տեր ջան։ Դա համար Տեր ուզում է, որ այսօր մենք աչենք հավատքի մեջ, սիրասո ժողովուրդ ջան, լեսվես հավատքով։ Եթե բաներ կա քո կյանքի մեջ, որ դու դրանք անցնում ես, դու արդեն պետք է զանազանես այդ սդին եւ ճիշտը, ժողովուրդ ջան։ Որ դու մյուս անգամ այդ սուդը որ եկավ, քեզի փսփսա, դու ուժ ունենաս, հավատք ունենաս, զորանաս Հիսուս, ասես, ալելույա Հիսուս ջան։ Ես քո տղեդ եմ, ես քո աղջիկդ եմ, Հիսուս ջան։ Ես քեզ շատ եմ սիրում, Հիսուս ջան։ Ով կարա քո սերը արգելի Քրիստոսին, ժողովուրդ ջան, ոչ մեկը չեն կարա, երբ որ դու սիրահարվես, երբ որ դու քո ներսը կանչես, ով կարա քեզ արգելի։ Ոչ մեկը չեն կարա քեզ արգել, որտեղ էդի ներսից է գալու, ժողովուրդ ջան։
Կարա Աստված շուրջը քու ձեռից առնեն, կարա քեզ թողեն ոչ մի բան, բայց քո ներսի աղոթքը ոչ մեկը չի կրարկել, սիրասո ժողովուրդ ջան։ Այն աղոթքը, որ քու ներսում է եւ Տեր Հիսուս ընդեղ քեզ սպասում է, ոչ մեկը չի կրա քեզ արկելի։ Լավ իմացեք, քո ներսի աղոթքը ոչ մեկը իրավունք չունի արկել, նա չեն կրարկել, ժողովուրդ ջան։ Հիշում եմ ժամանակն, երբ որ եղբորը բռնում են, երբ որ Աստվածաշունչը ձեռից առնում են, ասում են մի հատ եք այս խեչեր ման են գալու, ման են բացում ուրա չկա։ Ասում են սրտիս մեջ է, հետի դուք չեք կրանի։ Այսինքն այն Աստծո խոսքը, որ քո սրտի մեջ բնակվում է, էդի ոչ մեկ ընդից չի կրանա, ժողովուրդ ջան։ Մարդուն կարող է սպանեն, բայց այդ ներսի մեջի հավատքը նրանք չեն կրա կմնի։ Այն հավատքը, որը զորավոր է, այն հավատքը կարող շատ մարդիկ չեն տեսնում, ժողովուրդ ջան։ Այսօր քո մեջի հավատքը կարա քո տան անդամները չտեսնեն։ Ես չտեսեք քո հավատքը։ Եվ որտեղ դա ներսի բան է։ Այդ ներսը դու եւ Աստված գիտես։ Շատ անգամ որ մենք եղբայրներս քարոզում ենք, ժողովուրդ ասում ենք, ժողովուրդ ջան, մենք ձեր ներսի եղածը չենք իմանում։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Տիրոջ սիրո մեջ ենք լեսվում։ Ուզում ենք իր ոտները կրկենք, համբյուրենք։ Ով կրա քեզ արկելի, որ դու Հիսուսի ոտքերը համբյուրես, ով է քեզ արկելու, որ դու չես անում սա, ժողովուրդ ջան։ Քո ներսի սենյակ մտի, գրգա Հիսուսին, սիրա Աստծուն, ասա Տեր Աստված, դու ես իմ կյանքը, Հիսուս ջան։ Ես քեզ եմ ուզում։ Ես քեզանից բացի ոչ մի բան չեմ ուզում, Տեր ջան, թեկուզ տգար կնեմ, թույլ կնեմ, բայց ես քեզ սիրում եմ, Հիսուս ջան։ Սա դու պետք է ասես, սիրելի քո եղբայրս։ Քո տեղը հրեշտակը չի գասի։ Քո տեղը ոչ մի մարգարե չի գասի։ Սա քո կողմն է։ Աստված անհատական կապ է թողել բոլոր մարդկանց իր հետ, ժողովուրդ ջան։ Եվ մենք գիտենք իմ ու քո մեջտեղը մենակ Քրիստոսն է։ Ոչ մի քահանա, ոչ մի մեկը քո դեմ քո կողը չկա, քո Աստծո մեջտեղ։ Թեկուզ մեր սպասավորները երեսս ոչ մեկը քո արանք Աստծո չկան, ժողովուրդ ջան, դե դու քո Աստվածն ես, Հիսուսն է քո մեջտեղ արանքը, որ դու կրանաս Հայր Աստծուն մոտիկանաս։ Դամար Տերը բոլոր տելորտնի սիրասո ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Աստված, օրհնյալ, օրհնյալ։ Իր սերն է իշտում մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան, չգիտեմ, Աստծո սերի չա մեր կյանքի մեջ, նա սիրում է մեզ։ Նա ուզում է հիմա քեզ գրգի, գուրգուրի քեզ, նա ուզում է քեզ սիրի, ով հոգի։ Դու ուզում ես, որ Աստված քեզ մոտիկանա, գրգա քեզ, սիրա, համբյուրա քեզ։ Եթե ուզում ես բաց քո սիրտը կանչա Տիրոջ, ասա Տեր Հիսուս, ես քեզ եմ ուզում։ Հիմա ոչ մեկը քո աղոթքը չեն լսե քո ներսի։ Որտեղ դու քո սրտի մեջ ես աղոթում, դու Աստծուն քո մեջ ես կանչում։ Համար Տեր ուզում է, որ այսօր իր ժողովուրդը հավատա Աստծո խոսքին, ժողովուրդ ջան։ Որ երբ որ մյուս անգամ այդ փսփսը կգա քո կյանքի մեջ, դու էլ չընդունես դրան, գործ չունեք դրա հետ, ժողովուրդ ջան։ Քանակով ենք մարդկանց խորտ ենք, ժողովուրդ ջան, այդ փսփսուզներին գործ չունեք։ Դա ձեր գործը չի։ Դու միշտ պետք է իմանաս, որ քեզի կա մի հակառակորդ, նա չի ուզում, որ դու Աստծուն սիրես ու պաշտես։ Նա ուրիշ վիխը չունի քեզի վնասելու։ Նրա մի կողմը, որ նա կա, որ մենակ միտ կրա քեզի տա, բայց նա իշխանություն չի տված, որ կա քեզի մի հատ չափալաղի, ժողովուրդ ջան, լավ իմացեք։ Լավ իմացեք, Աստված մեր կյանքն է, մեր պահապանը Տեր Հիսուսն է։ Աստված ոչ մեկին իրավունք չի տա այդ խավար անգար գա քեզի մի հատ վնաս տա, ժողովուրդ ջան։ Եթե դու սիրում ես Աստծուն, ուզում ես իր հետ ապրես, իր կյանքի հետ վայելես, սիրասո ժողովուրդ ջան, դա համար Տերը բոլորս էլ օրհնի, սիրո ժողովուրդ ջան, Տերը օրհնի ձեզ էլ, առատապես օրհնի։ Այն որ այսօր Տիրոջ խոսքը խոսում է, սիրո ժողովուրդ ջան, ասում է ոչ թե մենակ լսողներ եղեք, հապա կատարողներ։ Մենք գիտենք, որ այսօր հնարավոր ամբողջ աշխարհը լսի Աստծո խոսքը։ Բայց մենք տեսնում ենք այն մարդիկ են կատարում, ովքեր լսում են եւ կատարում են, հավատում են Աստծո խոսքի, ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլոր դել օրհնի, սիրասո ժողովուրդ ջան։ Օրհնյալ է մեր Աստված, իր սեր օրհնյալ է, սիրո ժողովուրդ ջան։ Երբ որ նայում ես քո ներսը, նայում ես Աստծուն, նայում ես իր սերն ու ողորմությունը եւ որքան ես գոհանում Աստծուց։ Այո, ասում ես Տեր Աստված, իրապես որքան շնորհակալ եմ քեզանից Հիսուս ջան։ Ես հավատում եմ հիմա սա էլ կասեք,
որ դու անարժաններից, անարժան ոչ մի գին չունենք, որ Աստված մեզի տենարով սիրեր գոհանար ժողովուրդ ջան։ Աստված որ տեսավ մենք մեղքի մեջ թավալ եկած այդ ցեխերի մեջ կեղտոտված, նա եկավ ասեց տղա ջան, աղջիկ ջան, ապրի, ես քեզ համար արդեն մեռել եմ։ Ես քեզ համար արդեն այդ մեղքիդ հարցը լուծել եմ, որ դու տարիներով էլ ապրել այդ հարցը չէր կլած, բայց Տեր Հիսուսը իր մահվան եւ հարությամբ լուծեց քո մեղքի հարցը։ Նա քեզ այդ դժոխքի կրակդես քաշեց հանեց ժողովուրդ ջան։ Կարող դու տեսած չնես թե քեզ Աստված որդիցը հանե բերի դեպի իր լույսը։ Նա այդ խավարի ձեռքից քաշե քեզ ինձ ու հանելա ժողովուրդ ջան։ Այ երբ որ Աստված ցույց տա մեզ այն հոգևոր աչքով տեսնենք, այսօր կարող մենք զարմանանք, ասենք, ոյ կարա վախենանք։ Այո, Տերը մեզ ըդիցը հանե ժողովուրդ ջան։ Այն որ այսօր մեզի Տերը ցույց չի տալում, Աստված ուզում է որ մենք հավատքով։ Եթե մարդը մենակ տենա, մի հատ որ ցույց տա, չէ, արդեն ամեն մարդիկ բոլոր են հավատ, արդեն իր հավատքը թողում են, արդեն մենք Տեր ջան մի հատ ցույց տու, Տեր մի հատ ցույց տու ավադա։ Այսինքն մենք տեսանք, որ Աստված բերեց մարդուն հավատքի մեջ կախե ժողովուրդ ջան, չէ։ Հիմա ինչ համար է մարդու մեջ անհավատություն։ Եղբայր ջան, ոչ տեսնում եմ, ոչ լսում եմ, ոչ զգում եմ։ Հավատքը քո սրտի մեջ է, ինչ պետք է զգաս։ Հավատքը քո մեջն է, ժողովուրդ ջան։ Դու հավատի մեջ աճես։ Հիմա եթե հավատքդ քո, ասենք, առաջի, երկրորդ, երրորդ դասարան, չորրորդ դասարան, չէ, ժողովուրդ ջան, դու ուրեմն առաջ պետք է գնաս։ Այսինքն եթե կարող ուզում ես շատ անգամ մարդիկ ուզում են որ միանգամից դառնան 10-րդ դասարան, ասում եմ, չես կրա, քույրիկ ջան, եղբայր ջան, ես էլ չեմ կրծե դառե։ Ու մինչև մա չեն կրա դառնա ժողովուրդ ջան։ Ինչքան որ տարիք ունենք, այդքան հավատերը մեզ աճեցնելի է։ Որ մեր ուզելով չի, որ մենք իշքան ուզենանք մեր հավատքը աճեցնի, չէ, մենք պետք է կամացից ասենք ժողովուրդ ջան։ Ասած քո կարողության չափը գիտա, չի, ինչպես եղբայրս, իշքան որ կարողություն ունես, չէ, եղբայրը կարծած։ Դրանից ավել քեզի փորձություն չի տալու, ոչ էլ ինչ ժողովուրդ ջան։ Այն որ դու անցնում ես այս փորձությունները, դժվարություն, չէ, ըլլում է պարագա սատանենցա մի հատ սարկում սմայմոր, այս ինչ դժվար է, այս ինչ փորձություններ է։ Աստված գիտա որ կրասից անցնես ժողովուրդ ջան։ Երբ որ Աստված այն մեկին տվեց մի մնաս, Աստված գիտե որ այդ մի մնացը նետե նա ուզենար կրար ավելացնել ժողովուրդ ջան, բայց նա չուզեցավ, նա տարավ պայեց հողի մեջ։ Աստված ընդամենը մի մնաս էր տվել տվյալ հոգուն։ Հիմի Աստված ամեն մեկից տվել է մնասներ։ Նա գիտա որ այդ ինչ որ տվել է քեզ, ինձ ու մենք կրանք ավելացնենք ժողովուրդ ջան։ Աստված բարձ գիտա։ Նա քուրա ծանդր բեր չի դնում որ դու կրանաս չես կրում առաջետա Տեր ջան, ես ինչ դժվար էլ չեմ կրում առաջետա։ Ժողովուրդ ջան, Աստված իշքան որ քեզի կարիք ունես, այդքան է քեզ սովորացնում։ Եվ ինչո՞մ որ այս ամեն եղած ընթացքի մեջ որ Տերը մեզ անցկացնում է, որ հավատքի ժողովուրդը սովորի հավատքով ապրել ժողովուրդ ջան։ Քանի դու այս փորձությունները չես անցնում, նեղություն չես անցնում, շատ բան չես էլ հասկանում հավատքի ժողովուրդ ջան։ Լավ է, փառք Աստծո, փառք Հիսուսին, սաղ լավ, ալելույա, բայց մեկ է գալում է փորձություններ, մեկ է ոպ կայնար։ Ոյ քեզի բան։ Պատեր ջան, վաղ չկար, ես ինչ եղավ իմ հետ։ Պատի անցնես ճամփեն։ Ճամփա է Տերը դրե որ դու պետք անցնես ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք Աստված ամեն մեկին յուրահատուկ ճանապարհ է դրել որ դու պետք է անցնես։ Հիմա քո ընտանիքի մեջ որ քեզ դրել է, նա գիտա որ դու իսկ կրած անցնես։ Բայց մենակ Հիսուսով պետք է անցնես։ Առանց Հիսուսի չես կր անցնես, ժողովուրդ ջան, լավ իմացեք։ Ուզում ես եղի։ Դամար Տերը օրհնի բոլոր սիրասու ժողովուրդ ջան։ Տերը օրհնի բոլորը զորացնի։ Ես ուզում եմ կարդամ Երկրորդ Կորինթացի սիրասու ժողովուրդ ջան 5-րդ գլխի 16 խոսքից։ Չէ, 17-ից կկարտանք, ժողովուրդ ջան։ Երկրորդ Կորինթացի 5-րդ գլուխ 17 խոսքից կկարտանք։ Տեսնենք Աստված ինչ ունի ինձ ու քեզ ասելու, սեր ժողովուրդ ջան։ Այն որ Տերը խոսում է այսօր եղբայրների միջոցով, վերջ Աստծո խոսքի միջոցով։ Վերջը տարբեր ձևերով այսօր մեր հետ խոսում է Աստված ժողովուրդ ջան։ Աստված ավելի զորավոր է։ Եվ այսօր մենք մեր կյանքի մեջ սաղս է տեսել ենք ժողովուրդ ջան։ Այո, եկել է դժվարություն, փորձը մեզ թվում է, այսպես մենք չենք կրում ասենք, այս ինչ ծանր է, այս ինչ դժվար է Հիսուս ջան։ Բայց երբ որ դու թագում ես Հիսուսի դուռը, երբ որ դու ես ու դու հասկանում եք, որ մենք այդից չենք կրում անցնենք, եւ մենք աղաղում ենք, Տեր, մեր ձեռքը բռնա դու անցրա Հիսուս ջան, մենք չենք կրա։
Այսինքն ես ու դու հասկանում ենք, որ այո, այս ճանապարհի մեջ առանց Հիսուսի ոչ մեկս չեն կրածի ժողովուրդ ջան։ Այս երբ որ մենք գալու ենք այս ճամփի մեջ, մենք ինչ ենք անում, մենք աղաղակում ենք Հիսուսին, Տեր ջան։ Ալնումա պարագա կարա հետո մի բան անես, չես ենք, բայց երբ որ դու առանց աղոթքի ես անում, մեկ է տենում ես չի ստասում ժողովուրդ ջան։ Աստված սովորացնում է, աղոթ աղջիկ ջան, տղա ջան, աղոթ կերա։ Ես հիշում եմ մի տարի շատ շուտ է, երբ որ չերեպավեցում է ժողովուրդ ջան, հիմա իմ հարցել է չերեպավեցում։ Փառք Աստծո, ընդեղ էլ եկեղեց աղոթ կա տուն կա, դե էլի պես մի ընտանիքի պես ժողովուրդ ջան, երբ որ այդ շենքը պիտի սարքվի, աղոթ կա տունը, տենար տատիկներ, քույրիկներ, այդ բիտոնները կրում էին, հայ ժողովուրդ ջան, այ օրհնյալ ընտանիք։ Տարիքով քույրիկ էր, մեկ էլ աղբեր, մարդուկին էին։ Մի քույրիկին տերը տարել է երկինք։ Ասեց Արմեն աղբեր, խալաձերիկի լույսը կրաս սարքես։ Ասի չդեմ քուր ջանսի, եղբայր ասի կգամ գնայեմ էլի ժողովուրդ ջան։ Հիմի գնացել ենք ժողովուրդ ջան, հելել եմ սենագի մեջը դրած էր, զալի մեջ։ Դերան կուխնին են, հիմի ես էլ հնգել եմ այդ խալաձերիկի լույսը ման գալում, որ սարքեմ։ Ման եմ գալում, ման եմ ստեղ եմ ման գալում, ինչ փորձեցի, ինչ արի չստացավ ժողովուրդ ջան լույսը։ Չի սարքվում։ Ակին ժամանակ չարչրվել եմ։ Երբ որ քույրիկը ներս մտավ, ասեց բրատ Արմեն, տիմալիլ սա, ասեց աղոթել ես Արմեն աղբեր, դες չէ քույրիկ ջան։ Դե մեկ է մտած մեկ ամա դե խալացել ենք էլի կսարքենք։ Ջորջ։ Ասի չէ չեմ աղոթել քույրիկ ջան, ասեց դավայ պամոլիմся, ասեց արի աղոթենք, ասի աղոթենք քույրիկ ջան։ Ջորջ, եւ մենք կանգնանք աղոթքի։ Աղոթքը բրձել ենք, ես մոդիկացել եմ խալացելնիկին, ընդամենը մի քանի րոպե այդ խալացել լույսը սարքեցի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Աստված ուզում է, թեկուզ դու ճանապարհ ես հետում, աղջիկ ջան, դու աղոթ կերա։ Աղոթ կերա, որ Աստված քու ճամփեն տանի անփորձանք ու բերա։ Թեկուզ կարա մերգու մետր բան անի ժողովուրդ ջան, չէ։ Բայց մենք ինչ իմանանք, մեր ճամփին ինչեր է մեզ սպասում։ Ինչու՞ որ Աստված այսօր մեզի սովորացնում է, որ ամեն բանի համար մենք աղոթենք, չէ։ Հիմա եղբայրս բետան գործի, իրանք իրար ճամփի համար աղոթում են։ Տեր Աստված, պահես մեր ճանապարհը։ Անփորձանք պահես ժողովուրդ ջան, Տերս օրհնի։ Ուրեմն 17 խոսքը երկրորդ Կորինթացինքի 17 խոսքը։ Ուրեմն եթե մենք Քրիստոսի մեջ է, անիկա նոր ստեղծվածն է։ Ասում եմ, եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիկա նոր ստեղծվածն է, այսինքն մենք նոր ստեղծված մարդիկ ենք ժողովուրդ ջան։ Երբ որ մեզ Աստված հանեց այն ազատագրեց այն խավար, բերեց իր լույսի մեզ նոր մարդում է սկսում նորոգել, այն հին մարդը չէ, նոր մարդում է։ Եվ դու այս նոր մարդում ես պետք է մեծանաս, զորանաս հավատքով։ Այս այն հին մարդը Տերը սպանի, նրան պետք է վերացնի։ Հիշում մի եղբայր ասում էր, Տեր ջան, կյանք եմ ուզում, Տերն ասում է, եսեք ու մաղն եմ ուզում։ Մի կարա լսես, այ քեզի բան, Տերը պես բան ոսկս, այո, որտե ֆիզիկական Տեր այն հին մարդու մաղն ասում, որ այդ հին մարդը մեռնի ժողովուրդ ջան։ Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիկա նոր ստեղծվածն է, հիները անցան եւ ահա ամեն բան նոր եղավ, սակայն ամեն բան Աստուծմեն է, ժողովուրդ ջան։ Սակայն ամեն բան Աստուծմեն է, որ մեզ իրեն հետ հաշտեցուց։ Սա ասում է Աստծո խոսքը, ժողովուրդ ջան։ Հիմա դու հավատում ես, որ Աստված քեզ հաշտեցել իրար հետ, թե չէ։ Երբ որ հարց ենք տալում, չէ, մարդը միանգամից նայում է իր դժվարությանը, իր խնդրեմ, իր տգարությունը, իր վիճակին նայում, չէ, ժողովուրդ ջան։ Եվ մարդը սկսում է կասկածել Աստծո ասած խոսքերին, ժողովուրդ ջան, չէ։ Ինչ համար, երբ որ մենք կարդում ենք Տիրոջ խոսքը, ասված է, որ մենք հավատանք Աստծո խոսքին, չէ։ Սակայն ամեն բան Աստուծմեն է, որ մեզ իրեն հետ հաշտեցուց Հիսուս Քրիստոսին ձեռքով ու տվավ մեզի հաշտության պաշտոն։ Մենք արդեն այդ պաշտոնն ունենք հաշտության մեր Հայր Աստծո հետ, ժողովուրդ ջան, Հիսուս Քրիստոսի ձեռքով մեր Տիրոջ, ժողովուրդ ջան, չէ։ Հիմա մենք տեսնում ենք, որ Աստված մեզի տվել է այդ պաշտոնը հաշտության եւ մեզ հաշտեցրել է Հայր Աստծո հետ։ Որ այսօր դու ունես այդ պաշտոնը հաշտության եւ փրկության պաշտոնը ունես, ժողովուրդ ջան։
Եթե մենք ձեզի հարցնենք ժողովուրդ ջան, հիմա Հիսուսը գա, ձեզնից քան ոգին կփրկվի։ Հələ դուք ձեր մեջ կնայեք, ժողովուրդ ջան, դուք ձեր մեջ պատասխան կտնեք։ Այսինքն, երբ որ մենք նայում ենք, երբ որ Տեր Հիսուսը հարց ատամ, չէ՞, ասենք, կարող ասենք, միգուցե ինձ ու քեզ հարց տա, եթե հիմա գա, դու փրկված ես թե չէ։ Մենք տեսնում ենք մարդիկ միակով նման իրաց տգարությունը, ժողովուրդ ջան։ Այսինքն Աստված ուզում է, որ մարդը մտնի ավետանի մեջ, ժողովուրդ ջան, ավետանով հավատքած։ Ով սաղսե մեղավորն է, չէ՞, որ նայում է սուրբ մարդ չկա, չէ՞, ասենք հիմա Լուբոյ են քարոջ եղբայրը, չէ՞, ասենք որ եղբայրս ոչ, չէ՞։ Մենք բոլորս է կարիք ունենք, ժողովուրդ ջան։ Մի կա դու մտածեք այ մարդ էս եղբայրն էս եսին զորավոր են։ Մենք էլ ենք ձերպես ասում ենք, ժողովուրդ ջան, մեր դեմ ավելի պատերազմ կա։ Ինչպես են քույրիկս աղոթեց, չէ՞, ասած իրանք կանգնած են առաջ գծին եւ պատերազմ են, այո։ Դա պատերազմ է, ժողովուրդ ջան։ Տամար Տերես օրհնի, որ այս հաշտության պաշտոնը, որ Տերը տվել է ինձ ու քեզ, ժողովուրդ ջան, սա պետք է պահենք։ Այդ հաշտությունը Աստծո հետ։ Աստված արդեն քեզ ներել է։ Նա արդեն քո բոլոր մեղքերը ներել է, սիրածո ժողովուրդ ջան։ Տամար Տերես օրհնի, սիրելի ժողովուրդ ջան, այն որ Աստված եկավ ինձ ու քեզ տվավ հաշտության պաշտոն, հաշտեցրեց իր հետ։ Գիտեք սա ինչ ողորմություն է։ Երբ որ այսօր մենք հաշտվել ենք մեր հայր Աստծո հետ եւ հիմա ասում ենք, հիմա դու գուտե ասեք, աբա հայր, հայրն է մեր, այո, մեր հայրն է։ Աստված մեր հայրն է, ժողովուրդ ջան։ Տերես օրհնի, սիրաշո ժողովուրդ ջան, Տերես օրհնի բոլորի դել։ Եվ 19 խոսքը, այսինքն Աստված էր, որ Քրիստոսով աշխարհս իրեն հետ հաշտեցուց եւ անոնց հանցանքները իրենց ներեց ու մեզի վստահեցավ հաշտության պատգամը։ Ասում է Քրիստոսով աշխարհ իրեն հետ հաշտեցուց, աշխարհը։ Այսինքն աշխարհը մենք հասկանում ենք, այս աշխարհի շքան մեջը մարդիկ կան, չէ՞, ժողովուրդ ջան։ Այսինքն բոլոր մարդիկ իրավունք ունեն այդ փրկությունը ունենան, ժողովուրդ ջան, բոլորը։ Բոլոր ստեղծված մարդիկ, իշքան միլիարդ են, թե իշքան կան, չէ՞։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Աստված ոչ թե այս մի քանի օկուն, Աստված հաշտություն տվավ ամբողջ աշխարհին, հարցը լուծեց մեղքի, ժողովուրդ ջան։ Որ դու մեկը չկանգնի ասում ոչ բան չան, ասենք բա Տեր Աստված դու մենակ այս ազգերին տվես, բա մեզի չես տվել, չէ՞։ Բայց մենք որ ավետանը կարդում ենք, ամբողջ աշխարհին հաշտեցուց իր հետ։ Այսինքն տվել է հաշտության պաշտոնը բոլորին։ Ով ընդունում է, ով հավատում է, նա ունենում է այդ պաշտոնը, այդ հաշտության, ժողովուրդ ջան, չէ՞։ Տամար Տերը բոլորս էլ օրհնի սա ժողովուրդ ջան։ Այո, մենք տեսնում ենք, որ Աստված շատ տեղից այսօր հանում մարդկանց հավատքի, ժողովուրդ ջան։ Շատ ընես տեղից հանում, որ դաժե մարդիկ չեն էլ իմացել ոչ մի բան, ժողովուրդ ջան։ Ջունգլիներից տարբեր տեղից Աստված հանում է մարդկանց, որոնք Աստծուն են պաշտում, ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ, այնպես մի վգա, երբ որ եղբայրները հետում են այդ տեղերը, որ քարոզելու, ժողովուրդ ջան, դե իրանց ձեր կդագան, ես լուդայները դռում ես խեջ աղբոր ուդում են երևի, բայց կդագարան մնում է։ Երբ որ հասնում է, երբ որ գրում են երբ կարտան, ինչ ասում է, երբ որ կարտում է այդ տեղը, որ այդ տվյալ անձը սկսում է ապաշխարել, այդ լուդայները սկսում են ապաշխարել, ժողովուրդ ջան։ Այո, մահ կար, բայց մահից հետո Աստված այս մարդկանց բերեց կյանքի դեպի փրկության։ Սիրաշո ժողովուրդ ջան, դամար Տերը բոլորս էլ օրհնի, որ այսօր ինչ ենք, մենք հավատում ենք, որ Աստված այսօր նաև ինձ ու քեզ ա տվել հաշտության պաշտոնը, որ երբ որ դու կանգնում ես Աստծուն աղոթք ես անում, դու հավատում ես, որ Աստված արդեն քեզի հաշտեցրել է Հայր Աստծու հետ։ Տգար կլնես, թույլ կլնես, ինչ վիճակի մեջ կլնես, ժողովուրդ, Աստված ամեն բանից տեղի ագա։ Էլ եմ ասում, շատ անգամ մենք մեր գլխին սարկում ենք, ժողովուրդ ջան, անորը նեցա մարդու գլխին սարկում, ես իմ կյանքի մեջ շատ եմ զգացել, մեկ է տենում ես ընես մի հատ ուզում ա քու գլխին մի բան սարքի, խավարը, էլի չկա, բայց նա ուզում ա սարքի քեզի գցե դժվարության մեջ։ Եվ այսօր մենք տեսնում ենք, երբ որ մարդը ուշադիր է իր հավատքի մեջ, ժողովուրդ, այս մարդկանց գցում ա դժվարության մեջ, մարդիկ տանջում են, տառապում են, ժողովուրդ ջան, էլի չկա, փուջ այդի, բայց տառապում է մարդը, ժողովուրդ ջան։ Հիմա նայում ես խավարա, բան չկա, ասում ես եղբայր ջան, ինչու՞ ես բան, դե խավարա, բան չկա, բան չի երևում, խավարա։ Եղբայր ջան միտք կա գալում, այ չեն գոն միտք կա գալում։ Հիշում եմ մի տարի հոկտեմբերը մի հատ երիտասարդ երեխու բա եղբայր ջան աղոթքեր ասում եմ ինչ եղազիշ ջան։
ասում է եղբայր ջան, ինձ միտք ա գալում, աս ինձ էլ ա գալում, ասես քեզ էլ ա գալում, աս ինձ էլ ա գալում միտք, Ժողովուրդ ջան, ում միտք չի գալում, սաղես է գալում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ընդունել են Տիրոջը, ձեր բոլորի հետ կա պատերազմ, լավ իմացեք, մեռած մարդուն պատերազմ չկա, ովքեր չեն հավատում, որտեղ տենում եք մեռել կա պարգած, հələ գնացեք դակավ մոտես սալը, հəլանդի մի բան ասա, քեզի մտքի պատերազմ կա, թե չկա, տեսեք այդ մարդ ցենքան է, թե չի անի, չի անի, Ժողովուրդ ջան։ Այսինքն քանի որ մենք մեռած ենք մեր մեղքերի մեջ պատերազմ չկար, մենք չենք էլ հասկանում, մենք մեղք ապրում ենք մեղքի մեջ, Ժողովուրդ ջան։ Բայց երբ որ դու ընդունեցիր Տիրոջը, դու մտար այդ պատերազմի մեջ, այսինքն լույս, խավար արդեն պատերազմ կա, Ժողովուրդ ջան։ Արդեն դու լույսի մեջ ես, այդ խավար արդեն պետք է պատերազմի քո դեմ։ Բայց երբ որ լույսը վառում ես, քո սենագի մեջի մութը լավ իմացի չկա էլ։ Էլին գնդից կգոռա, չի գոռա, ես աստեղ եմ, բայց ուրա բա չկաս դու, որտեվ լույս կա։ Երբ որ Քրիստոսի լույսը կա քո կյանքի մեջ, այդ խավար էլ չկա, Ժողովուրդ ջան։ Նա արդեն քո կյանքի ապավ է, նա քեզ մենակ մտքերով խապի։ Դա մարդերը բոլորս է զորացնի շարժող, որ մենք ունենանք հավատք Աստծո խոսքի վրա, որ երբ որ այդ փսփսուսները գկան իմ ու քո կյանքի մեջ, դու ամուր կեցի, ամուր։ Ասում եմ քուրիկ ջան, մեզ 10 հատ եպիսկոպոս բերենք ու վրա աղոթեն։ Դու պետք է ընդունես Աստծո խոսքի ճշմարտություն, Ժողովուրդ ջան, դու պետք է ընդունես։ Ուզում ես 10 հատ առաքյալներ հանենք, նույնիսկ հարեք մի հատ էս մարդու համար աղոթեք։ Եք ասես մարդը պետք է հավատա, ախպեր ջան։ Հրեշտակներ բերենք։ Դաժե Տեր Հիսուսը գա քո կյանքի մեջ, Տերը պետք է ասում է հավատում ես դու։ Հարց է տալում, հավատում ես։ Այսինքն մենք տեսնում ենք մեր կողմը ինչ կա, հավատ կա, Ժողովուրդ ջան։ Ինչպես եղբայրը խոսած Հայրոսի մասին, չես ենք, երբ որ Հայրոսը դիմեց Հիսուսին, չէ՞, բայց լնդելը երեխեն մահացած չէր։ Այնքան օրհնյալը Աստված, Ժողովուրդ ջան, երբ որ կարդում ենք այդ ուշադիր այդ տեղը, երբ որ եկան Հայրոսին ասեցին, Հայրոսը մարդը չէ, կշփոթվեր, արդեն էլ ինչ հանգստանում չի իմ Տիրոջը, վարտապետին։ Եթե ուշադիր եք լինում, Հիսուսը միանգամից դիմում է Հայրոսին, չի տոն որ նա խուճապիկ նի, Ժողովուրդ ջան, Աստված մեր կյանքի մեջ նույնն անում, չի տոն որ դու խուճապի մեջ մատնվես, ասեց Հայրոս մենակ հավատա։ Այսինքն մենք տեսանք, որ Տեր Հիսուսը չթողեց, որ մարդը գնի այդ խուճապների մեջ, Ժողովուրդ ջան։ Ասեց հավատա։ Մենք տեսնում ենք այնքան օրհնյալ Աստված ունենք, այնքան օրհնյալ է մեր Հայրը, սիրասո Ժողովուրդ ջան։ Նա քո ամեն վիճակ, նա քեզ ուզում է օգնի։ Այո, երբ որ եկան ան մահացել է աղջիկը, այս մարդը, չէ՞, այս մարդը էլ բայց ինչ էր Հիսուսը գա, չի։ Աստված տեսա որ ախր Հայրոս մեջ արդեն պատերազմ կգնար։ Նա չթողեց։ Ժողովուրդ ջան, նա ինձ ու քեզ էլ չի թողում, լավ իմացին։ Քո ամեն վիճակների մեջ Տերը քեզ գալու օգնության։ Միգուցե եղբոր շրթունքներով քո հետ խոսա։ Միգուցե քեզի խորհուրդներով կխոսա Տեր, միգուցե ավետարանի մեջ քեզի խոսա, բայց նա քեզ չի թողա։ Եվ հիմա Տեր ինձ ու քեզ հարցնա, դու հավատում ես սրան, աղջիկ ջան, տղա ջան։ Դու քո մեջ կպատասխանես, Ժողովուրդ ջան, Տեր օրհնի։ Դա մարդը Տիրոջ անունը փառավորի Ժողովուրդ ջան։ Եվ 20 խոսքը ասում է, ուրեմն Քրիստոսի կողմանը դեսպանություն կենենք, որպեսզի Աստված ինքը մեր միջոցով կոշկ ուզեր մենք կաղաչենք ձեզի Քրիստոսի կողմէ, հաշտվեցեք Աստծո հետ։ Հաշտվեցեք Աստծո հետ։ Եթե քո մեջ կա անհաշտություն, ասում է հաշտվեցեք Աստծո հետ։ Այսօր ժամանակն է, Ժողովուրդ ջան։ Եթե քո մեջ կա անհավատություն, ավելավ այսօր դու հաշտվես Աստծո հետ։ Դու այսօր լսես, որ Աստված այո քո մեղքերը ներել է, քեզ հաշտեցել է Հայր Աստծո հետ, Ժողովուրդ ջան։ Եվ Աստված ինչու համար ասում է, որ այսօր մենք հաշտվենք մեր Հայր Աստծո հետ, չէ՞։ Հաշտվեցեք Աստծո հետ։ Աստված զանիկա որ մեղքը չեր գիտեր, մեզի համար մեղավոր սեպեց, որպեսզի մենք անոր միջոցով Աստծո արտարներ ըլլանք։ Ժողովուրդ ջան, մի հատ եմ կարդում 21 խոսքը ասում է, վասնզի Աստված զանիկա որ մեղ չեր գիտեր, մենք գիտենք որ Տեր Հիսուսը ինքը մեղքը չեր իմանում, Ժողովուրդ ջան։ Վասնզի Աստված որ զանիկա մեղ չեր գիտեր, մեզի հիմա եթե դուսում ես, սա ինձ ու քեզ ա վերում, Ժողովուրդ ջան։ Աստծո խոսքը վերում այն մարդկանց, ովքեր լսում են Աստծո խոսքը։
Հենց հիմա պրյամու Աստված քեզ ասում, սիրելի քույրիկ ու եղբայր եւ ինձ Արմեն ջան։ Մեղքը չեր գիտե, մեզի համար մեղավոր սեպես, որպեսզի մենք անոր միջոցով, անոր Հիսուս Քրիստոսի միջոցով, ժողովուրդ ջան, Աստված արդեն բերել է այդ հաշտության, այդ զո արդեն արեց։ Շատ անգամ մարդիկ հետում ասում եմ այդ զո, որ դու անում ես, էդի հին ուխտում են արել։ Այդ կուզո քեզից չի օգնում, հիմա այդ զոն արդեն Քրիստոս կա, էլ всё, ուրիշ քեզ զո պետք չի։ Ժողովուրդ ջան։ Բայց դե մենք մարդիկ անում են, ժողովուրդ ջան։ Չէ՞։ Թեկուզ մարդկանց բացադրում ես, մարդիկ գիտեն, որ Հիսուսը եկել է, մեռել է, բայց հետում զո են անում։ Ասում ես, խես անում։ Դե մադաղ եմ անում։ Ում ես մադաղանում։ Չէ՞։ Այսօր մենք տեսնում ենք, որ Աստված այսօր տեսնում է, որ այո, մարդիկ չեն հասկանում Աստծուն։ Թեկուզ մարդիկ հետում են, մոմ են վառում, նկար են պատճում։ Չէ, վերջը Հիսուսին տենում են դե նկարով, չէ՞, վերջը մարդիկ վերջ հավատ ունեն, թե չէ, ժողովուրդ, չէ՞։ Բայց մեկը նայում ես ավետարանում, ես մարդիկ вообще ծուր բան են անում, ժողովուրդ ջան։ Ինչու՞ որ որտեվ ես մարդիկ ավետարանը չի դեն։ Ես հիշում եմ մի քանի տարի որ պատ Մոսկվա է, ժողովուրդ ջան։ Երևի մի հատ, չգիտեմ, ինչ պրազնիկ էր։ Խաչելության պրազնիկներ, թե որն էր, վերջը որ գնացի պաշտամունք հետ եկա, դե պոյզով գալու են, դե ակինտեղ պիտի ճամփեն հետ գայ, մինչև այդ այ գործի տեղ։ Վերջը որ ճամփով գալու է, մի հատ տատիկ էր։ Կակրած վանկից գալու էր։ Ասի տատիկ ջան, Քրիստոս воскрес, с праздником։ Ասի քեզի նոր կտակարան եմ ուզում տամ։ Ասեց էդ ինչա։ Ասի ոնց թե ինչա։ Ասում եմ այ տատիկ ջան, դու վանկից ես գալում, բայց չգիտես նոր կտակարան ինչ բան է, ժողովուրդ ջան, շատերը չեն իմանում, գիտես։ Ես դաժե ստեղա քանային եւ մանախներին ասում եմ, գիտես ինչ կա։ Այս մարդիկ որ գալում են վանք, այս մարդիկ չգիտեն նոր կտակարան ինչ բան է։ Ինչի կտան դու կարտաս։ Գիտես դու կարտացիր մոմ չես վառե։ Դու կարտես նկարը չես պատճե, նկար չես առե։ Դա համար ինչի համար մարդկանց պայում են տուպիկի մեջ։ Բայց Աստված բերում է մարդուն լույսի։ Ինձ ու քեզ բերել է լույսը։ Եվ մենք ինքան շնորհակալ ենք, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Ես հավատում եմ դուք էլ անչափ շնորհակալ եք Աստծուց, որ Աստված մեզ այդ խավարից իշկադիչ կան նկարենք պատճե, ժողովուրդ ջան։ Ինչ կան նկարներ են պատճե, սիրում է Հիսուսին, ժողովուրդ ջան, թեկուզ չի հասկանում, բայց սիրում է։ Մի Աստված ողորմ է իմ մարմնավոր եղբայրներից, հարցիկս գծի մեջ է, ասում այ եղբայրներ ջան, ախր ես էլ եմ մանավանդ, բայց իմ մոտ չեղեցենք, ասուն չհավատամ, իմ մոտ չխոսակ չլսեք։ Ժողովուրդ ջան, իմ մոտ կար ամոթ, սատան ամոթ էր դրել, որտեղ շրջապատ կար, ես մեմ կետած քեզի ֆարմացքնեսի կսել, ես էլ չունեի հաղթության կյանք, ժողովուրդ ջան, բայց ես մերոնց հետ աղոթք անում։ Իրանց հետ ծունգի կկայ կաղոթեի, դամար Աստված ողորմ է իմ մարմնավոր եղբայրները, ժողովուրդ ջան։ Այն մեկը գնաց, մնաց, երկուսը մնացել։ Տերը ողորմը իրանք էլ դառնան Աստծուն, նաև ձեր բոլոր հարազատ բարեկամներ, ձեր ընտանիք բոլորը դառնան Աստծուն, ժողովուրդ ջան։ Որովհետև Աստված այդ հաշտվեց ամբողջ աշխարհով է տվել։ Ամբողջ աշխարհով այդ ովքեր որ գալու են երկրորդ, նրանք իրավունք ունեն, ընդունեն Տիրոջը որպես Տեր ու Փրկիչ, ժողովուրդ ջան։ Դամար Տերս բոլորս էլ օրհնի Աստծո ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք ինչ ասում Աստծո խոսքը, չէ՞։ 21 խոսքը նույնիսկ կկարտանք, վասնզի Աստված զանիկա որ մեղ չեր գիտե մեզի համար մեղավոր սեպես, որպեսզի մենք անոր միջոցով Աստծո արտարներ ըլլանք։ Որպեսզի անոր միջոցով Աստծո արտարներ ըլլանք։ Ժողովուրդ ջան։ Մի կարա դուսենք դու արտար ես, կասես չի եղբայր, ես ինչ արտար, չէ՞, ժողովուրդ ջան։ Այո, մենք Քրիստոսով արտարացած ենք, ժողովուրդ ջան։ Աստված մեզ արդեն արտարացրել է։ Դամարտո Տիրոջ անունը փառավորվի սիրասո ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորիդ։ Որ այսօրին որ եղբայրներ Տիրոջ խոսքը խոսվեն կիսեցին հավատքի վրա, ժողովուրդ ջան, այն փապակի ծառավի վրա այսօր դու պիտի փապակես ու ծառավես։ Մենք տեսանք այդ ամբողջ ժողովրդի մեջ, այս կնոջ մեջ ինչ էր հավառաճացել, հավատք։ Միգուցե հիմա Աստծո խոսքը որ խոսում, միգուցե հիմա քո սրտի մեջ հավատք կա ձեռք բերում։ Այն բաների մեջ որ դու կաղում ես, որ դու ուզում ես ունենաս, եւ դու քո սրտի մեջ ասում ես Տեր Աստված, մենակ քո կղանցքին կմնեմ, ուրիշ բան չեմ ուզում։ Նա հավատում էր, եթե կմներ, պիտի բժշկվեր, ժողովուրդ ջան։
Բայց ինչքան ժողովուրդ էին ասում մտից, չէ։ Հիմա մենք տեսնում ենք, որ Աստված անհատական բոլորիս համար հավատք է բերել, անհատական։ Երբեք ու կողը կուշտը մի նայեք, ով է հավատք ունի թե չունի, այսօր դուք մտածա քո հավատք Աստծո հետ, ժողովուրդ ջան։ Դամար տո Տիրոջ անունը փառավորվի, սիրել Աստծո ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորիդ, առատապես օրհնի։ Թո Տիրոջ խոսքը հիմա ձեր կյանքի մեջ, իմ կյանքի մեջ բժշկություն կդարի, որ իմ ու քո մեջ եւ ծառավ ավելնա, եւ փափակ, եւ հավատք Աստծո խոսքի վրա, ժողովուրդ ջան։ Դամար տո Տիրոջ անունը փառավորվի, ամեն ժողովուրդ։